Ադրբեջանական ուժերի շփմանդեցի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը սկսել են հարձակողական գործողություններ, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ։ Հակառակորդը փորձել է ներխուժել Արցախի սահմանային պաշտպանության խորհրդի և
Հարգարժան հերոսացին մայրեր, ծնողներ, ողջունում եմ բոլորիդ ներկա գտնվելու այս ցերեկույթի, հուշ ցերեկույթի մասնակցելու կապակցությամբ։ Մինչ եսին խոսքը կուղեմ դահլիճում ներկա գտնվող բոլորիդ, ուզում եմ կազմակերպչական մի քանի հարցերի մասին խոսել, որ այս մի քանի օրվա ընթացքում մեզ օգնեցին այս ցերեկույթը կայանալու, դասասենյակը կահավորելու ֆինանսական հարցերով, ովքեր որ մեզ աջակցել են։ Ասեմ, մինչև այս գործին անցնելը մեր համագյուղացի Մանուկյան Ռոմանը իր նախաձեռնությամբ վերանորոգեց Հայկ Արշակյանի անվան դասասենյակի ամբողջ գույքը իր միջոցներով, իր աշխատուժով, ընկերների, թե վճարումի չգիտենք, ամեն դեպքում ամբողջը նորոգվեց եւ այդ փաստը ոնց որ վարակի պես իր արձագանքը ստացավ մեր համայնքում։ Ուրեմն այս ընթացքում շատ կարճ ժամանակահատվածում մի 10-12 օրվա ընթացքում, որտեղ որ տարիներ շարունակ սովորել ավարտել էր դպրոց ավարտեց Էդվարդ Աբրահամյանը, ուսուցիչները, աշակերտները փաստեն, որ շատ անմխիթար վիճակում էր եւ դպրոցը չուներ այդ հնարավորությունները, տարվա վերջեր, չկար ոչ մի միջոց, բայց անընդհատ աչուձախ հետաքրքրվում էինք, տեսնեինք ոնց կարող էինք դա կազմակերպել եւ պարոն Հայրապետյանի նախաձեռնությամբ հատկացրեց համապատասխան գումար, որ ամբողջ դասասենյակը 0-ից գաչապատվեց, հեսա մենք կմոտենանք դասասենյակը եւ տեսնենք ինչ տեսք ստացավ։ Շնորհակալություն պարոն Հայրապետյան ֆինանսական աջակցության համար եւ այդ ընթացքում մեր համագյուղացի Գրավիկ Մկրտչյանը ոնց որ ասած պարկ ստանձնեց դասասենյակի գույքը նորից նորոգելու, թարմացնելու։ Շնորհակալ ենք Գրավիկ Մկրտչյանին, որը իր աշխատանքային նախաձեռնությունը ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում եւ էլի ասեմ փոքր ներդրողներ, որոնք իրենց սրտի ցանկությամբ ուզեցան դասարանը իրոք շատ արագի մեջ կահավորվել, ստանալ իր տեսքը։ Շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր թեև խորհուրդով կարողացան մեզ օգնել աջակցել։ Ուրեմն հարգելի ներկաներ, կյանքը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ հայ ժողովուրդը հերոսացի ժողովուրդ է, քանզի հերոսները ծնվում են ժողովրդից։ 1-1.5 տարի առաջ հայ ազգային հարավերքի միջով անցավ, որ մեր բոլորիս հոգիներում պատել է մի այնպիսի ցավ, որ ոչ ոք կոնկրետ ներկաների մասին եմ ասում, չեն կարող ոչ մի ձևով սփոփել։ Անում ենք ամեն ինչը, դպրոցը իր հերթին, հասարակությունը իր հերթին, համայնքը, համայնքապետարանը իր հերթին, մեր հերոսացին ծնողների, ոնց որ ասում այդ հոգու ցավը, որը բոլորիս հոգու ցավն է, փորձում ենք մեղմացնել։ Համոզված եմ, կանցնեն տարիներ, այդ ցավը կմեղմանա, կփոքրանա, բայց համոզված եմ, որ ոչ մեկիս կողմից դա չի մոռացվելու, անհնար է դա մոռանալ, որտեվ ինչը որ մենք տեսանք 44 օրվա ընթացքում, դա թող չտեսնի աշխարհի ոչ մի ժողովուրդ, հետ այսօր։ Յուղի սկզբնամասում ես ավելի շատ նաև ուրախ եմ հենց այդ տեղի ընտրության վրա, որ ամեն անգամ հիշեցնում է, յուղից դուրս եկողի և յուղ մտնողի հիշեցնում է, որ ունեցել ենք
44-օրյա պատերազմ և 44-օրյա պատերազմում հերոսացած լեռնանիստցիներ, որոնց արյամբ սրբացվեց այս սուրբ հողը։ Ուրեմն ես կուզենամ խոսել մեր հուշապատի մասին, հարգելի ներկաներ։ Հուշապատը արդեն 1 տարի մենք դպրոցում ունենք, հուշապատը ավաղ ցավոք ավելացավ ևս 1 հերոսով, 1 անմահով, որը իր անմնացորդ նվիրումով պայքարեց հանուն հայրենիքի, հանուն մեր ազատության, հանուն պետության, հանուն պետականության, բայց արդյունքը տեսանք ինչ էր, ոնց էր, ամեն դեպքում։ Կուզենամ, որ այս հուշապատը բոլորիս մոտ ոչ թե տպավորվի ընդամենը հուշապատ, այլ մի պարզ իրողություն, որ բոլորս գիտակցենք, որ մենք ունենք հայ ժողովուրդ, որը ունակ է քարից հաց քամելու, քարից բերք հավաքելու, քարից հուշ կերտելու։ Եվ թող սոսկ այս հուշապատը սոսկ չլինի նաև ընդամենը հուշ 44-օրյա պատերազմում անմահացած տղաների, այլ մի պարզ իրողություն, որ պարտավոր ենք ապրելու նրանց համար, պաշտոն ենք տալու ոչ միայն մեր, այլ նրանց հայրենիքի հանդեպ։ Կարող եմ ասել, որ հարգելի ներկաներ, մենք պարտավոր ենք մեր հերոսների, մեր յուրավոր նահատակների մասին չխոսել անցյալով, նրանք մեր ներկան են, մեզ հետ են ամեն վարկյան, կարող եմ ասեմ, նրանք երկնքում են, վեր են բոլորիցս, իրենց սխրանքով։ Ցանկանամ, որ այսուհետ ամեն բացվող առավոտ, ամեն բացվող խաղաղ առավոտ մեր երկնքում, մեր երկնակամարում էլ այլևս փոթորիկներ չլինեն։ Մեր սուրբ հողը, որ նոր ասեցի, սրբացվեց մեր հերոսների արյունով, էլ այլևս չցնցվի։ Եվ մեր հայրենիքի բոլոր ժամանակների նահատակները մեր հիշողություն են, կարող եմ ասել, մեր ներկան են։ Եվ խոսքս ուղղելով բոլորին և հարգարժան հերոսացին ծնողներ, ուզում եմ խոսքս ավարտել հենց Նժդեյան խոսքով, որը հենց տիպիկ վերաբերվում է մեր քաջորդիներին, որոնք իրենց կյանքը նվիրեցին մեր այս պահին և մեր ապագային։ Մահ չկա, մեղմում է փոքր հոգին, մեռածն է մեռնում։ Շնորհակալություն։ Ով է ձեզ տվել այդքան իրավունք, որ դու կործանես մի հետ ժողովուրդ։ Դու խղճի խայթ էլ միթե չունեիր, որ նստել էիր մեր բախտաթոռին, ինչպես մի անգաղ, ու փակել ճամփան մեր գալիքներին, մեր դուրն ես բացում դժողքի չափով, սակայն մենք ունենք մի մեծ իրավունք, հարատևելու, բայց չենք վախենում մահ ու սարսափից, թեկուզ մի բուռ ենք, բայց սասնածուռ ենք, թե երկրագունդը նույնիսկ կործանվի և խավար լինի երկրի վրա, նոյի տապանը նորից հայտնվի, սակայն մեծ հայքից մինչև փոքր հայք, մենք հայ ենք մնում, այո, մենք հայ ենք մնալու, որովհետև դա մեր հերոսացած տղաների պահանջն է, հանուն հայի և հայրենիքի համար նահատակված տղաների հիշատակի հավերժացման համար այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեկ անգամ ևս խոնարհվենք նրանց հիշատակի առաջ, խոնարհվենք նրանց ծնած հերոսացին ծնողների առջև և իլուր աշխարհի ասենք. անցորդ,
խոնարհվիր այս պատի առաջ, հանգչում այստեղ քո եղբայրը քաջ, մեր վիշտը ծանր է շիրմաքարից այս, անշեջ կրակից ավելի կրակ, անցորդ, խոնարհվիր այս քարի առաջ, եթե քո սիրտը քար չէ կրծքիդ տակ, հարգելի ներկաներ, սիրելի ուսուցիչներ և մեր հերոսացին ծնողներ, 2020 թվականի աշունը դաժան ու ողբերգական էր ամբողջ հայ ժողովրդի համար և ավելի դաժան լեռնանիստի համար։ Արցախյան երկրորդ պատերազմում լեռնանիստիները ունեցան զոհեր և նրանց հիշատակը հավերժացնելու և գալիք սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար լեռնանիստի միջնակարգ դպրոցում բացվեց «Կյանքս կյանքիդ համար, կյանքդ կյանքիս գնով փառքի անկյուն» և հերոսների անունը կրող դասասենյակներ։ Ցավոք, այսօր փառքի անկյունում ավելացավ և մեկ դասասենյակ անվանակոչվեց մեր դպրոցի սան, դպրոցում իր պատրաստականությամբ հայտնի Էդուարդի, գյուղում Էդոյի, իսկ բանակում Ագայեսի Էդոյի անունով։ Հարգելի Գեր Հայրապետյան, խնդրում եմ ծնողների հետ կատարել բացման արարողությունը։ Ադրբեջանական ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը սկսել են հարձակողական գործողություններ, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ։ Հակառակորդը փորձել է ներխուժել Արցախի սահմանային պաշտպանության խորհրդի և Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը արգելադրելու մասին։ Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին օրենքը որոշում եմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համար 59703 զորամասի զինծառայող շարքային Էդուարդ Արսենի Աբրահամյանին հետմահու պարգևատրել մարտական ծառայություն մեդալով։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան։ Աղ
Բարձր մի խոսեք, գարունն է մեռել, կարմիր են ծաղկել ձնծաղիկները, մայրերը վշտիկ հողեր են հագել, հողում պարկած են մեր հերոսները, բարձր մի խոսեք, բարեք մոմերը, լուր տարեք դաժան, հարվածը դավի, թող հանգիստ գտնեն լույս հոգիները, սուրբ տաճարներում մարդ եզերքի։ Արցախ, Գանձասար, Դադիվանք, Շուշի։ Սրանք սոսկ տեղանուններ չեն, այլ սրբավայրեր, որոնց համար նահատակվել են հազարավոր հայորդիներ։ 1990-ական թվականներին սկսվեց Արցախա-ադրբեջանական պատերազմը։ Դա պարտադրված պատերազմ էր։ Վտանգ էր սպառնում Արցախին և անմիջապես կազմավորվեցին կամավորական ջոկատներ, որոնց մեջ էին նաև լեռնանիստցիները՝ Սպարտակ Նազարյան, Մերուժան Հարութունյան, Գարիկ Նազարյան և Անդրանիկ Օհանյան։ Այսօր լեռնանիստի միջնակարգ դպրոցը կրում է Արցախյան առաջին պատերազմում նահատակված կապիտան Սպարտակ Նազարյանի անունը։ Սպարտակ Բալաբեգին Նազարյան ծնվել է 1949 թվականի Հրազդանի շրջանի Լեռնանիստ գյուղում, արհեստավորի ընտանիքում։ Վարպետ Բալաբեգի տան երկրորդ ուրախություններն են, որի նշանավոր անունն էլ պիտի նշանավորվեր իր ապրած կյանքով։ Իրոք, մինչև փառավոր մահը Սպարտակն անցել է իր հասակակիցների սովորական ճանապարհով, սակայն նման չի եղել նրանց։ Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի հաշվապահների պատրաստման ուսումնական կոմբինատում։ 1968 թվականին ընդունվել է Սևանի ինդուստրիալ տեխնիկումի տեխնոլոգիական տեխնիկումի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժինը։ Ծառայել է բանակում, որից հետո տեխնիկումն ավարտելով 1974 թվականին ավարտել է Հրազդանշին Տրեստում, աշխատել է Հրազդանշին Տրեստում որպես հաշվապահ։ 1974 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Հրազդանի կոմունալ տնտեսության արտադրական վարչության բարեկարգման բաժնի վարիչ։ Գործունյա, պարտաճանաչ և պատվախնդիր մարդը անտարբեր չեղավ նաև իր ժողովրդին վիճակված ծանր փորձության նկատմամբ։ 1992 թվականի մայիս ամսին Հրազդան միջշրջանային զինկոմիսարիատին կից կազմակերպվեց գումարտակ, որի հրամանատարությունը ստանձնեց Սպարտակը։ Եվ ահա, որից Լաչին մարդասիրական միջանցքում շարունակվում էին ահեղ մարտերը։ Արցախին սպառնում էր տարանջատումը մայր հայրենիքից։ Սեպտեմբերին Սպարտակ Նազարյանն իր գումարտակով շտապեց այստեղ։ Հոկտեմբերի 8-ին շրջապատումից դուրս բերելով իր մարտիկներին Սպարտակը հերոսաբար զոհվեց։ Համագյուղացիներն իրենց հայրենասեր զավակի աճյունը գերադասեցին հողին հանձնել գյուղի կենտրոնում զոհվածների հուշարձանի մոտ, որպես հայրենիքի սուրբ նահատակի։ Այո, Սպարտակը զոհվեց հավերժությունը, անմահացավ հաստատելով մեծը երեշեի թողած պատգամը, ոչ իմացյալ մահը մահ է, իմացյալ մահը անմահություն, հավերժի ճամփոր, մահկանացուներից ոչ բոլորն են արժանանում այս պատմաբեր կոչման, քանզի դրան հասնելու համար պետք է մոռանալ սեփական եսը, պետք է մոռանալ կյանքի քասությունն ու անձնական վայելքները, նրանց գործն է մեզ շունչ տալիս, ուժ տալիս, ապրելու ուժ, հավատի ու հույսի շող, որ մթնում են արկածում է որպես ջահ ու ամենքիս առաջնորդում միշտ առաջ, ու այդ ջահը հավերժական ու վստակ լեռնանիստում մեծանով պիտի կոչվի Սպարտակ։ Եվ ինչպես կարող է հերոսի անունը կրող դպրոցի սաները մնան անհաղորդ Արցախյան երկրորդ պատերազմին։ 2020 թվական սեպտեմբերի 27 թվեր, որոնք սովորական էին համայն աշխարհի համար, բայց մեզ համար մի նոր դերձոր։ Դրանք թվեր են, որոնք երբեք չեն ջնջվի հայ ժողովրդի հիշողությունից։ Թվեր, որոնք 44 օր Հայաստանը վերածեցին դժոխքի,
Գույնզգույն աշունը միանգամից փոխվեց, իր շուրջը սփռելով խավար, ցավ, կսկիծ եւ մահ։ Եվ հազարավոր երիտասարդներ 18-20 տարեկան մնացին այդ խավարի մեջ, դառնալով հավերժեք ճամփորդներ։ Հիշենք նրանց անուն առանուն։ Այդ մեռածներին պետք չէ, ես գիտեմ, բայց ապրողներիս շատ է հարկավոր։ Արման Սարգսյան, Ներկա, Էդուարդ Աբրահամյան, ներկա, Հայկ Արշակյան, ներկա, Գեգամ Գրիգորյան, ներկա, Արմեն Հովսեփյան, ներկա, Արմեն Սահակյան, ներկա, Սարգիս Վարդանյան, ներկա, Մհեր Հովակիմյան, ներկա, Վարդան Ավետյան, ներկա, Հայկ Եղազարյան, ներկա, Խաչատուր Պետրոսյան, ներկա, Ջանիբեկ Նիկողոսյան, ներկա, Էդգար եւ Վահե Արաքելյաններ, ներկա, Արման Աբրահամյան, ներկա, Մելիքսեթ Մանուկյան, ներկա, Եվ Աստված ցանկացել է գրել խաղաղություն, քո տարածքի վրա ծայրեծայր, բայց ավաղ բառն այդ շատ էր երկար ու չտեղավորվեց քո փոքրիկ հողակտորի վրա։ Եվ Աստված ցանկացել է գրել երջանկություն, բայց բառն այդ դարձյալ շատ երկար էր ու կեսն անգամ չտեղավորվեց քո փոքրիկ հողակտորի վրա։ Եվ ինչ աներ Աստված, որ լոկ սուքը եղավ հարմար, որ լոկ լացը եղավ հարմար, որ լոկ ցավը եղավ հարմար, քո փոքրիկ հողակտորի վրա։ Էդուարդ Արսենի Աբրահամյան, Էդո, ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում։ 2006-ից 2018 թվականներին սովորել է Լեռնանիստի Սպարտակ Նազարյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2009-ից 2012 թվականներին զբաղվել է քիքբոքսինգով։ 2019 թվականի հունվարին զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայությունը անցել է ջրականում, որպես SPG ավագ նշանառու։ Մասնակցել է 2020 թվականի Արցախյան պատերազմին։ Հոկտեմբերի 3-ին զոհվել է ջրականի պաշտպանական մարտերում։ Էդուարդը իր կարճ, բայց իմաստալից կյանքի ընթացքում կերտեց հայոց պատմության հերոսական էջերից մեկը։ Էդուարդի անունը գրվեց Վարդանանց հերոսների շարքում։ Մեր Էդոն մահ իմացյալ անմահությունը դարձրեց իր կյանքի միակ իմաստը, միացավ հայոց պատմության անմահ հերոսներին։ Somerevati daștu vala aici, zățeva căpțea. Mătan? Abrandan Edor! Somerevati daștu vala aici, zățeva căpțea. Măt! Amen!
չի ուշանալու, ամբարո ազգերը շատ են զղջալու, ճաճե ձեր արյունը չի մոռացվելու, ձեր վրեժը շուտով մենք ենք լուծելու, ճաճե ձեր արյունը չի մոռացվելու, ձեր վրեժը շուտով մենք ենք լուծելու, անավար կերած են, ձեր սրտանքն անհաս են, կաճե գնացին բարկով, Աբրահամյան տոմին արժանի հայոքի, անունըդ մնաց պատվով, անավար կերած են, ձեր սրտանքն անհաս են, կաճե գնացին բարկով, Աբրահամյան տոմին արժանի հայոքի, անունըդ գրվեց պատվով։ Ներիր ինձ մայրիկ, խոստացա հետ գալ, տանս ջրակը հավերժ վար պահել, քո կողքին լինել, ներիր որ չեկա, ներիր հայրիկ, քեզ էլ խոստացա, որ կամուսնանամ, թորնիկ կունենաս, կերջանկանաս, ներիր որ չեկա, ներիր քույրիկ ջան, գիտեմ տխուր ես, պաշտպանող չունես, բայց նայիր վերև, այն պարզ երկնքին ու ինձ կտեսնես, Ներիր ինձ եղբայր, ներիր, որ չկա, մնացի հավեց սահմանին կանգնած, ասում էի, որ գամ կեֆ ենք անելու, դե գնա եղբայր, գնա սահմանին կանգնած զինվորների մոտ, նրանց հետ էր մի լավ կեֆ արա, նրանց բին գրկիր, ոնց ինձ կգրկեիր, ես նրանց մեջ եմ, նրանցից մեկը։ Ներեք ինձ անծանոթ մարդիկ, դուք իմ պատճառով տխրում եք, թախծում, բայց ինձ անգամ չեք էլ ճանաչում, ինչ է մահը, այն ինձ համար չէ, հիշեք, անմահանում է զինվորը մարտում, ողջերի մեջ փնտրեք ինձ մարդիկ, ու երբ կարոտեք, երկնքին նայեք, խնդրում եմ միայն, եթե կարող եք մորս այցելեք ու իմ փոխարեն ծաղիկներ տարեք, ես չհասցրի, հորս էլ ամուր, շատ ամուր գրկեք, հասկացեք մարդիկ, չհասցրի։ Երանի, ես իմ խելքը կորցնեի ու գժի նման շրջայի աշխարհում։ Երանի ես անզգա լինեի ու ես չզգայի վիշտ այս դաժան։ Թեկուզ լինեի տգետ մի վայրի ու չկարդայի գիրը մաշտոցի, բայց ուժս լիներ լոգեր բնական, որ ուզենայի մատնայով թղթել կոկորտը չարի։ Ով իմ հանճարեղ ազգին դարձրեց, էությամբ քարել, բայց ոչ մանկարել։ Եթե Հիսուսն էլ իջնի երկնքից, ես չեմ հավատա այդ պահին նրան, որովհետև նա ողբերգությունը գետ բաժին հանեցրել ժողովրդին։ Եվ ինչով էինք այդքան մեղավոր, որ 2020 թվին ջրի փոխարեն ծառաված հողին խառնեցինք այրուն, այն էլ ինչ այրուն, հայ տղաների, որոնք այսօր պիտի երգեին նորաշունչ երգեր, մեզ շատ հարազատ ու մեզ շատ ծանոթ երգ սովորական պայտելայաման։ Տվեցիր քո թամ կյանքը ապրելուց դիմաց, նայում եմ մորդ աչքերի, անկյանք են ուտած, այլ ոնց դիմանայիք սիրտն են ոնց ապրեմ ես, մայրը նկարի դետ է խոսում, խելագարի պես, հանդրդ ճամփուր ես ու դարդ, շպիտը լոքի նման
մեղապարտեմ, մայրական վսեմ կերպարիտ առաջ, ներիր, որ չկամ հիմա քո կողքին, ներիր, որ վիշտն է պատել քո հոգին, Էդս, քո թողած գարուններն իմ կոկորդով կուլ չեն գնում, քո նվիրածը ժպիտներն ինձ ստիպում են լաց լինել, քո կյանքովդ բահած երկին ինձ օտար է թվում, օրերս գնալով ավելի է ծանրում, ու ցավս ավելի մեծանում։ Մամ, արթնացիր, ես հիմա անցած գիշերվա քո երազն եմ, ուր այնպես ամուր գրկեցիր դու ինձ, ես այնքան երկար համբուրեցի քեզ։ Արթնացիր, մայրիկ, ես հիմա սառը աղբյուր եմ, բայց չի հագենում ծարավը հոգուտ, ես այն մի կտոր ցամաք հացն եմ, որ քարանում է կրծքին քո կարոտ, ես քո ձեռքերի թրթիռն ու դողն եմ, երբ ցած է ընկնում նամակս վերքոտ, ես հիմա արևի մի շող եմ, դու իմ ջերմ լույսից աչքերդ բացիր, ես առավոտդ բացող աղոթքն եմ, ու մեղմ զեփյուրն եմ վարսերդ շոյող։ Էդս, օրերս գնալով ավելի եմ ծարանում, ու ցավս ավելի մեծանում, ամեն տեղ ախր քեզ եմ փնտրում, բայց չեմ գտնում, ամեն բացվող օր սպասում եմ, որ կզանգես, ու կասես, մեր ջան ինչ կա։ Մամ, իմ անգին, իմ լավ, հիմա երևի իզուր է արդեն և նաև շատ ուշ, որ խոստովանեմ մեղքերս չասված ու ասեմ բառերը չասված։ Աղ, ինչ կլիներ, գետ ակնթարթով ետ գային մի բա անցած օրերը մեր անհոգ ապրած, ու դու ժպիտով քո աստվածային նորից ներեիր քո ջերմ ու կայտառ անկարգ տղային։ Քո որդին եմ ես, ազնիվ ու շիտակ, իմ հողին, ջրին, հավերժ նահատակ, ինչ էլ որ լիներ կյանքս կտայի, միայն չտխրեն մայրերն աշխարհի, տես, կողքիդ եմ ես, դու չարտասվես։ Էդս, քո նվիրածդ խաղաղությունն ինձ օտար է թվում, որովհետև դա դու չես վայելում, Էդս։ Ման, լսում ես դու ինձ, պատուհանդ բաց, մի պա դուրս նայիր, ես միշտ գարուն եմ ձմեռ քո կյանքում, նոր հարսանիք եմ մեր քաղցր բակում, տես, այն բալիկն եմ, որ լաց է լինում, այն պատանին եմ ճարպիկ ու անկարգ, որ պայսակը մուտքի մոտ նետեց, վազեց խաղալու, ինչ լավ պատկերներ ունես հիշելու։ Հիմա տղան եմ մեր հարևանի, որ շուտով պիտի գնա ծառայի, դու պիտի օրնես ճանապարհը այդ, ու խնդրում եմ քեզ, դու պիտի ժպտաս այն նորահարսին, երբ նորափեսան քո զավակը չէ, դու պիտի ժպտաս նաև պատանում, որ ջուր է խմում պատուհանի տակին հուշաղբյուրից ու տարեթիվն է բարձրաձայն կարդում, դու պիտի ժպտաս, ու նաև գրկես հենց նոր մայրացած իմ ընկերուհու փոքրիկ բալիկին, որ քո թոռը չէ, դու պիտի ժպտաս այս նոր օրերին, մարդկանց, աշխարհին, քեզ նման տոկուն ու որդեկորույս բոլոր մայրերին, թող նրանք գոնե այդ ժպիտի մեջ նորից ողջ տեսնեն իրենց զավակին, ու բոլորի մեջ ինձ պիտի տեսնես, ճիշտ է, իմ անուշ, քո կողքին եմ ես։ Անորեն թուրքներ
Այս թավշյա սեպտեմբերը, որ մեզ համար թախից դարձավ, հազարավոր ընտանիքներ ապրեցին մեծ կորստիցավ, որդին զինվոր մի զորավոր, ընկավ մարդում անհավասար, մարեց լույս արշալույսի, կյանքը դարձավ գրիպ խավարի, ախ, էլ մայրը ոնց երազի, որ պատրում էր ամեն օրը օրացվիցի, ոնց էր ապրել, շպտալ փորձի, սպասում էր յուր զավակի վերադարձի, բայց շատ աղաղ, որդին չեկավ, ընկավ մարդում անհավասար, մայրը պատրեց օրացվիցը, և ժպիտը հավերժ կորավ։ Ինչ է կատարվում, կբացատրեք ինձ, գեթ մեկըտ կասի, աշխարհն է գժվել, թե ես եմ գժվում։ Սևասիրտ մայրեր, սևասիրտ հայրեր, ոնց եք դիմանում։ Ախ, հիմա հիշեմ, քանի սահողեր բարձերին հավերժ քնեցին, քանի սնորամանուկի ճիչ չլսեցին, ասես ոչինչ է չի եղել կյանքում, ու չի պատահել ոչինչ աշխարհում, և տղաները այնքան լուսավոր պարտք էին հողին, իրենց իսկ կյանքով, չէ, աշխարհը չէ, այդ ես եմ գժվում։ Իսկ ինչպիսին էր մեր Էդոն բանակում։ Նրան ամբողջ ջրականում ճանաչում էին որպես SPG Էդո։ Էդոյի մասին կպատմի նրա զինակից ընկեր Էրիկ Հովհաննիսյանը։ Լսենք նրա։ Էդոն ընկերասեր էր, այրենասեր, բակրատան էր, իր ընկերների նկատմամբ, բոլորիս նկատմամբ։ Ոնն հայրենասիրությամբ էր կրվեց թշնամուն։ Անկապանում բոլորիս հայրենիքի անկապությամբ։ Իսկ կներեք ես շատ չեմ կարող խոսել։ Էդոն իմ լավ ընկերն էր ու ես բառեր չեմ գտնում, որ Էդոյից բնութագրեմ։ Ինքը ուղղակի բոլորիս սրտերում, ընկերների սրտերում մնաց բարի Էդոն, որ մեզնից շատ էր մտածում մեր մասին, որ սիրում էր հայրենիքը, ամեն ինչից շատ, որ խիզախաբար կրվեց, առանց աշկ թարթելու կյանքը տվեց հանուն հայրենիքի, հանուն հայրենիքի անկախության, հանուն բոլորիս ապագայի, խաղում ապագայի։
հպարտ արծիվներ։ Կգանք, ասացին հորը հուստալով, ու ձեռքը նրա ամուր սեղմելով։ Կգանք, ասացին, չտխրես, մայրին, կին, իմ սրտի սեր, ու իմ մանուկներ։ Կգանք, ասացին, ու լուր ժպտացին։ Բա ուր եք, տղերք, կգանք, ասացին, գարունը անցնի։ Արդեն աշում եք, չկաք ու չկաք։ Ձեր կգանքի տեղ երկնքում անմահ աստղեր փայլեցին, բույլերով աստղեր, մի ողջ պատանի սերոնդ կոտրեցին, երազանքները նրանց փշրեցին, անխիղճ գազաններում մարդասպաններ, կգանք, ասացին, գիտենք, չեք գալու, բայց դեռ սպասում ենք, ու հոգու խորքում բոլորից թաքուն լուր կարոտում ենք, չպակսեք, տղերք։ Էդուարդ, Արման, Հայկ, ընկերներ, որոնք միշտ միասին էին և դպրոցում, և դպրոցից դուրս։ Նրանք իրար չվեքեցին նաև մարտի դաշտում, ինչպես երկրային կյանքում, այնպես էլ երկնային կյանքում միացան իրար և դարձան հավերժի ճամփորդներ։ Էդո, Արման, Հայկո։ Այո, Արմանը դու ազգանման եք բարձր պարգև, այո, դու մեր բարձանք, հենց քո լույս աշխարհ գալու վայրկյանից դարձար հերոս, դու մեծացար ամեն մի օրը տարի դարձնելով, հիացիր ամեն մի վայրկյանը տարեր դարձնելով, դու քո խիզախությամբ, քո հայրենասիրությամբ տարբերվող ու հպարտ Արման, դու ամեն տեղ առաջնային, դու ամեն տեղ վարվող լույսի շող, դու մութ լույս դարձնող, դու մեծանուն հպարտություն, ես չեմ դադարել հիանալ ու պարտանալ քեզանով, դու քո մեծ սրտով, քո անասելի անթիվ անհամար բարությամբ լցրեցիր մեր կյանքը, ու մենք ապրում էինք և աշխարհը մերն էր, ու ամեն մի փորձություն չկար անհաղթահարել մեր համար, ու քո ուժն էր, որ ապրեցնում էր մեզ, ախ, Արման, դու քո հերոսությամբ ամբողջ աշխարհին ճանաչել տվեցիր քեզ, դու քո սխրանքներով ծնողներիդ կոչեցիր հերոսի ծնողներ, մենք միշտ հպարտ ենք եղել, որ դու մեր երջանկությունը ապրելու հույսն էիր, քանզի մենք այսօր կանք առանց քեզ, բայց չենք ապրում, մենք քեզ հետ ենք, իսկ դու մեր տակ գրկում, դու ամենուր ես, ամեն օրվա մեջ։ Ես չեմ ներումից, որ դու հավերժ ես, ես չեմ ներումից, որ դու հերոս ես, գուցե կա թայն, որ դու կերել ես, հայրենի հողից, որ դու սնվել ես, եղել է արդար, բայց կյանքը եղբայր գտնվեց անարդար, քեզ խլեց մեզնից ու տարավ հեռու, ու էլ չենք տեսնի քո դեմքը պայծառ, ու էլ չենք փարվի քո կրծքին արդար, ների ինձ եղբայր, որ դու էլ չկաս։ Սպասումի անվերջ հույսով սպասում ենք, որ դու կգաս։ Տխրությունը հաղթահարում սպասումով ուսին հույսով, որ դու կգաս։ Ամենուրեք ես քննելով սպասում ենք, ինչ է լինի։ Այս ցնորքը գիտակցելով այլ կերպ կարծես չէ, չի լինի։ Արմանի հետ վերջամտածել եմ հորիս անցին, երբ նոր էի տեղափոխվել հայրում։ Երբ նոր մտա մեր շեմ, տղաների հետ սկսեց ծանոթանալ, տղաներից մեկը իր անունն ասեց Արմեն։ Այդ պահին պատկերացում անգամ չունեի, որ այդ հասարակ անունը մեզ համար կարող է դառնել Մոնթեին փոխարինող անուն։ Բախտս բերեց, որ Արմանի հետ ընկանք նույն դասը, իրար հետ էինք կարծում։ Ժամանակի ընթացքում մեր շփումը ավելի ընկերական էր դառնում, բայց ափսոս չհասցրեցինք ընկերում։ Պոստեր իրար հետ էինք կարծում։ Առաջին անգամ, երբ բարձրացավ պոստեր, այսօրվա պես հիշում եմ։ Ած պիտի սարքեինք, մեկ էլ Արմանը գալիս է վատերը մի րոպե սպասում։ Մատերներից էլ զգուշում եմ։ Զարմանում եմ, ասում եմ, խի Արման ջան, պատե ես ամենց բան եմ սարքում մատերները պետերով դեպ։ Արմանը շատ պարզ տղա էր, մի քիչ են միամիտ, բայց նրա միամիտությունը գալիս էր նրա ազնվությունից։ Երևի ինձ ժամանակ չկար, որ ընկերու հետ չխոսեր։ Միշտ հեռախոսը ականջում էր։ Հիշում եմ մազերը սկսել էին փակվել, դեղեր էին ուղարկել, դեղերը չսում, մենք էլ պատակում էինք։ Ասում էինք Արման ջան, քեզ շու հսակվել ապել։ Արմանին մի կոչ էինք ասում, նրա պարզության ու ազնվության համար։ Մեր բոլոր տղայքը նրան շատ է սիրում։ Գալի ժամանակ,
Արմանը նշանավորություն աղ, իր գործը կատարել էր ամպի, ու չգիտեմ ձեզ ստացվում հիմա, բայց չէ բաղում, ուղղակի չէ բաղում, ամեն գործը իր տարել։ Հիշում եմ, պազիցիանում դեպքերի ժամանակ, զաժիկակը չունեի, մեկս սիգարետով ենք։ Մի օր էլ հացի թողնակների հետ զաժիկակեք էին ուղարկել, հետ ոնց էր որակացել արմանց, ոնց էր որակացել։ Այդ ժապիտը երկիք չեն նորան, ճարուքում չեն նորան արել ժապ։ Ճիշտ արմանը հիմա ֆիզիկապես ներեր չի, բայց մեր սրտերի մեջ։ Արմանին ու արմանին նման տղերին մենք իդիալիստ ենք մենք։ Նրանց մասին պատմելով, հիշելով ու մեզանից երեքտեղ եկող սերունդներին հիշեցնելով այն մասին, որ նրանց զոհվել են քաջաբար, անում ձեզ և ձեր ներկայի համար։ Պատերազմն անգութ շատ դռներ թակեց, մարդկային հոգու խորքերը ծակեց, չթողեց ոչ ծեր, մանուկ ալևոր, մի ամբողջ հայաց դարձավ սգավոր, որդին հետևեց հոր օրինակին, թողեց ընտանիք, մայր, փոքրիկ ու կին, գնաց պատերազմ, որ էլ ետ գատուն, բայց մայն այդպես էլ չտեսավ որդուն, մեկ ուրիշ վայրում հանուն պայքարի, մայրը կորցրեց 3 քաջ որդի, իր հերոսներին հանձնեց մայր հողին, աչքերում արցունք, սրտում խորացավ, մտավ անկողին։ Հայրը չտեսավ փոքրիկ զավակին, հոգին ավանդեց սուրբ հայրենիքին, որքան մանուկներ որբացան անդարձ, ու որքան սերեր անավարտ մնաց։ Մատար սերունդը մտավ հավերժքում, հիմա ննջում են խաղաղ երկնքում, դարձել են աստղեր, փայլում են վերից, լույս են ճառագում ամպերի տակից։ Քո թողած գարունները իմ կոկորդով ուր չեն գնում, իսկ նվիրածդ ամեն մի շունչ, ամեն անգամ, երբ հասնում է հոգերիս իմ սիրտն է ցավեցնում։ Քո զոհաբերած շպիտներն ինձ ստիպում են լաց լինել, քո բարի առավոտներն ինձ մտնեցնում են, ու սիրուն գիշերներդ ինձ դարձնում անքուն, քո կյանքովդ պահած երկիրն ինձ երբեմն սպանում է, քո վիրավոր ընկերոջ հիշողությունները իմ սիրտը կոտրում են, քո աչքերի փայլը հիշելիս ես խավարում եմ, ու աչքերը սկսում են փայլել արցունքներից միայն։ Քո հոգու հանգստություն ինձ այդպես էլ հանգիստ չի տալիս, իսկ շուրթերից դուրս եկած ամեն մի բառը ինձնից դուրս է գալիս դողալով։ Քո նվիրած խաղաղություն ինձ անհանգստացնում է, որովհետև դու չես վայելում։ Մորդ հարցական հայացքն ինձ տակնու վրա է անում։ Ինչ պատասխանեմ։ Ուր ես ինվորն իր տղա, չգիտեմ, երևի կգա։ Խնդրում եմ աշուն, քանի եկել ես հայոց հողերի արյունը սրբիր, քանի եկել ես քո տերևներով նահատակ հողը կրկին համբյուրիր, խնդրում եմ աշուն, քանի եկել ես հեռու ձորերից խաբար բեր մորը, ասա որտեղ ես որդուն կորցրել, որտեղ որ ունի իր սրտի դողը, խնդրում եմ աշուն, քանի եկել ես մեր հայրենիքի արևը ետ բեր, մենք առանց արև ապրելը թողել ու դեռ թաղում ենք քո հին օրերը, խնդրում եմ աշուն, քանի եկել ես հողմերին ասա թող շատ չաղմկեն, հազարներ հողոպին գրկել ու ցավից հոգնած, հանդարտ ննջում են, խնդրում եմ աշուն, քանի եկել ես խոսք տուր, որ երբեք էլ չես վայրագի, ասա որ ոչ մի կնոջ աչքերից արցունքի տարավ, էլ դու չես քամի։
տեսար ինչպես էր բարձր զավակում, այնտեղ շատ էր ների ընկերները, նրանք էլ ինչպես խոցին սրտերը, մամ, մի աղջիկ կար, դու ճանաչում ես, գիտեմ, որ հիմա դու ամաչում ես, որ զանգես նրան, խոսես նրա հետ, ասես, որ ծերս չի կորել անհետ, հիմա էլ նրան ես շատ եմ սիրում, իր երազներում իրել եմ գրկում, բայց ասամ մամ ջան, կյանքը իր փոխի, բավ է, որ նա էլ քեզ պես արտասվի։ Ամեն ինչ անցավ, ակաշներից մեջ կրբի առաջին որոտը մնաց, և սրտիս վրա այնքան ընկերներ թաղելուց հետո այսքան ապրելու ամոթը մնաց, և ուրիշ ոչինչ, ամեն ինչ անցավ, իմ երգերի մեջ հողի սրտություն ու շոգը մնաց, և մնաց խղճիս խաչքով նախընծած, և օրհոնքներից կարոտը մնաց, և ուրիշ ոչինչ, ամեն ինչ անցավ։ Պատերազմին չհաղթած ու պատերազմը կուչ տված ես առաջ եմ քայլում եմ հուսալով, որ կհասնեմ վերջին, անցավ հայրենիքիս, բայց ճանապարհս չափից դուրս երկար է, ու ամեն քայլս ասես դեժա վու լինի, քայլում եմ ու ասես հենց նոր էի նույն տեղով ու նույն մտքերով քայլեի, ճանապարհից ես ոչ ոքի չեմ հանդիպում, բայց լացից այրներն ինձ խլացնում են, արցունքի գետեր են ճանապարհիս կողքերով, ու հանկարծ աչքիս են Երևան գալիս սիրուն հրեշտակներ, որ զինվորական համազգեստով են, ու չգիտես ինչու թևերը կարմիր է, չգիտեմ ինչու կարմիր է։ Ես անվերջ քայլում եմ ու անիծում ցավաբեր տեսիլներս, որ ասես ֆիլմից լինեն, բայց իրական են շատերի կյանքում։ Սարգիս Սամվելի Վարդանյան, հրետանավոր Սարգիսը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 11-ին Հրազդան քաղաքում, սովորել է Հրազդանի բժշկական քոլեջում, ապագա ատամնատեխնիկ էր, ուսումը թողնում է կիսատ և 2019 թվականի հունվարի 29-ին զորակոչվում բանակ, ծառայության անցնում Ասկերանում, երբեք չի դժգոհել ծառայությունից։ Հոկտեմբերի 8-ին վերջին անգամ Սարգսի հետ կապ է հաստատել հայրը, ցավոք հոր հետ խոսելուց հետո զոհվել է Սարգիսը։ Սարգիսը զոհվեց ու հայրենիքին նվիրեց իր սերը, անկատար երազանքները, իր չապրած գարունները նվիրեց հայրենիքին, մեր խաղաղ օրերի համար պարտական ենք քեզ, զինվոր, խոնարհվում ենք
մասնակիցների ռազմական գործողությունների մասին գրվում են գրքեր։ Մեր լեռնանիստի անմահ տղաների մասին նույնպես գրվել են ու գրվում են, որոնցից մի քանիսը պատրաստ են, իսկ մյուսները հրատարակչական փուլում են։ Այսօր մեր տղաներից Սարգիս Վարդանյանի և Հայկ Եղազարյանի մասին են պատմում Հավերժ ներկա և Բյուրեղավանի արծիվները գրքերը։ Սարգիս Վարդանյանի մասին գիրքը դպրոցին նվիրել է հայրը, որպեսզի լեռնանիստի դպրոցի սաները ծանոթանան մեր տղաների քաջագործություններից։ Ահա խնդրեմ այս գրքերը։ Սարգիս Վարդանյանի Մեր աշակերտների մասին ցանկանում եմ պատմել իրենց դասքերները, խնդրեմ ընկեր Հարությունյան, որովհետև դու ունես երկու աշակերտ, Հայկը և Էդոն։ Ճիշտ ասած, դասք լինելով բավականին ծանր մոտուբեր ելեցել իմ ուսերի։ Դժվարան եմ խոսել, որովհետև դուք էլ տեսակ իչմուս է տղաներ եմ թողել։ Ամեն անգամ մատյանը բացելուց ասում են Աբրամյան և Վարդարսենի առաջին համար ներկա։ Արշակյան Հայկ Արամին ներկա։ Չնայած Արմանից դասրեկը չէ, նույնը կասեի Սարգսյան Արման Ախրատին։ Այս տղաները այսօր մեր հետ է ժողովում։ Պտտվել դպրոցով մենք, դպրոցը դարձել ենք սրտատեղի։ Աչ ու ձախ պտտվում ենք մեր տղաները։ Լինելով դասրեք չգիտեմ, հոգիս ծաղրացած եմ, ցավ եմ ակում, դժվար է, որովհետև ընտիր տղաներ են գործել։ Ամբողջ դպրոցը նրանց է լեցված։ Պես չգիտեմ, ամեն առավոտ երբ մտնում եմ դպրոց, ասում եմ, բայրս տուրեք չեմ, ինչպես է։ Մտնում էի Հայկիս դասարան, հետը խոսում էի, Հայկ գիտես այսպես եմ անում, այնպես եմ անում։ Երբ դաս եմ տալիս Հայկի դասարանում, երևույթին ասում եմ, տեսեք ա, Հայկս նայում անցես։ Հայկը շատ խելացի է, սովորող է, չանեք բաներ, որ իրեն դուր չգա։ Չգիտեմ, հոգի շատ է ծանրացել։ Միայն երդվում եմ տղաներիս անմահ համնով, նրանց անմահ սխրանքով, որ քանի կամ, քանի ապրում են, քանի դասավանում են։ Իմ սաներին կպատմեմ նրանց երաժշտությունների մասին։ Ու վերջում ասեմ, հերոսացին մայրեր, հերոսացին ծնողներ, խոնարհում եմ ձեր բոլորի առաջ։ Այդ ցավը մենք ենք ապրում։ Մեր ուսուցչական կոլեկտիվներ է ապրում։ Արդեն տարի ու ավել մենք այդ խորի մեջ ենք։ Միգուցե դուք ամեն օր այդ պատկերները չեք տեսնում։ Իհարկե դա ծնողներին չի վերաբերում։ Բայց մենք ամեն օր մեր տղաների հետ ենք։ Նրանք մեզ ուժ են տալիս ու ամեն անգամ հիշեցնում եմ, որ մենք տարածքում ենք, ետնվում ենք, ուժ ենք դարձել, զորք ենք դարձել հրեշտակների և պաշտպանում ենք ձեզ։ Տաղս տված այս երկիրը խաղաղվի և մենք նման տխուր դեպքի իրականատես չունենք։ Շնորհակալություն։ Արմանի դասխեք ընկեր Սարգսյան խնդրեմ։ Սիրելի ծնողներ, քույրեր, այսօր մեր երեխաների նկատմամբ եւ կարելի ասել շատակման օրն որովհետեւ ֆեյսբուքով ենք արտահայտում։ Դեռևս մի տարի առաջ մենք ունեցանք մեր կորուստ։ Գործեցինք մեր սավակներին։ Սորենք ամեն մեկը մի տան չրաքեին, ամեն տան լույս էին։ Այսօր որպես Արմանի դասեք ես ինձ իրավունքի վերապահում խոսելու սրտի խոսն ապրելով և Արմանիս ծնողներին ու դուսներին։ Արմանը լինելով իմ դասարանից, ես այնքան չգիտեմ, լինելով 7 տարի Արմանի դասել, ինձ բախտ է վիճակվել, այդպես ասեմ, բախտ է վիճակվել լինել Արման պես հերոսին դասեք, որ ամեն անգամ Արմանի ժպիտն իմ աչքի առաջ։ Արման պես մաքուր, պարզ, ջինջ, Իակ, բոլորն ենք, այդպես ենք կարծում, այսպես լսեցին նրա մասին, որ են նույնպես ես աստատվում, որ Արմենիաները շատ պարզ, բնավորությամբ հոգատար, հանգիստ բնավորություններ։ Երբեք ինքը ավելորդություն չի թույլ տվել իր աշակերտ ժամանակ։ Թե եղել են չաղաչություններ արել են, աշակերտին բնորոշ պատկանիշ է, որ
աշակերտը հետապոց է գալիս, պետք է լինի շարժում, բայց Արման այնքան հանգիստ է, միայն եթե մի բան լինի, միայն հանգիստ ժպտում է, որ մինչև հիմա, մինչև մի կյանքի վերջ ես նրա շպիտը իմ սրտում այդպես էլ կտանեմ։ Արմանին ես ուզում եմ բոլորդ էլ ճանաչեք, նրա հոգատարության, նրա նվիրվածության համար ընկերների հանդեպ, երբեք չի նեղացրել Արմանը կարող ասել որևէ մեկին, երբեք թույլ չտվել, որ ավելնորդ մի բան, նույնիսկ ես էլ ասեմ թույլ չտվել, որ իրեն նեղացնեն, երբեք։ Նա այն փչերից է, որ երբեք չչարաշահեց, այն ինքը, որ մայրը դպրոցում էր, երբեք ինքը չպարտեցավ, որ ինքը մայրը դպրոցում է, չնայած այն հումորին կների, որ ասում եմ, այն հումորին, որ երեխաները, դասընկերները կատակով նրան ասում էին, տնօրենի բարեկամ, որ հանկարծ ասել լինում, ասում էին, արա, դու տնօրենի քո բարեկամն ընկեր Հայրապետյան, գնայց ինչ հարցը, ասում են, արա ուղղակի գեշ չեք, եկեք ինձ շահապոր, ասենք, այդպիսի բան ասում, չնայած ընկերները հումորը մինչև վերջ տարան, եթե հիշում եք ներկա գտնվողների վերջի զանգին, բեմից նույնիսկ հայտարարեցին տնօրենի բարեկամ Արման Սարգսյանը։ Ու նա չէր սպասում, որ դա հումորը բեմից կհայտարարեն, որը մենք սիրով ընդունեցինք մեր համար, դա չգիտեմ, Արմանը բարդ էր մեծատաղով իր ընկերների համար, մեր համար, որտեղ նա մեր սրտերում Դավիթյանս, քանի մենք կան։ Ու ուզում եմ խոսքս ուղղեմ նաև այդ մարդին, որը նաև ճիշտ է, մեր դասանիշ էր, բայց լինելով իմ Սիլվայի եղբայրը, որ Սիլվան իմ նորից դասարանի երեխաներից աչքերից է, պահապան ռեշտակինման միշտ իր քրոշկորդին է։ Մի անգամ նույնիսկ հումորով ասեցի, այդ վարկերը չի լինի, որ ամեն անգամ դասարան կանգնած ես կողքին դասարան դրան դիմաց, արի դավայ նստի, դու էլ դասի նստի, բան թույլ կտանք ես արցամ որ նստենք։ Մի խոսքով մեր երեխաները հրաշք էին, ոչ պետք է մենք կորցնեինք նրան։ Գայմ ուզում ասեմ, փակ բազում, մեր հերոս քաջը։ Ձեր կյանքը զոհեցիք, ձեր մոտակ կյանքը զոհեցիք հանուն հայրենիքի, փրկելով հայրավորներին, փրկելով նայում, բարձր պահելով ազգի պահիվը, հավերժ փառք, հավերժ խոնարհություն, ձեզ բոլորին։ Աշխարհի համար դու հարց չլուծված մեզ համար բարքեր որ տվեց Աստված մեր արյունացուկ ու մեր հաղթանակ Արցախի տուն մեր պայքար շիլա Yes, I'm on the
Հարգելի ծնողներ, դուք ծնել և դաստիարակել եք իսկական հերոսներ, իսկ նրանց սխրանքը հերոսապատում էր, որը լրացրեց հայոց պատմության լիճ ևս։ Մենք մեր երախտիքի խոսքն ենք ասում ձեզ, քանի որ դուք տվեցիք ձեր ամենաթանկը, ձեր տղաներին։ Մենք խոնարհվում ենք ձեր առաջ։ Տղաները զոհեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի, հանուն խաղաղության և հանուն մեզ։ Նրանք զոհվեցին հանուն իրենց զինակից ընկերների։ Տղերք, շնորհակալ ենք ձեզ ձեր կատարած գործի համար։ Դուք ձեզ զոհեցիք հանուն մեզ։ Կռվում զոհված զինվորին հավասար հերոս է նաև այդ կռվում մահին հաղթածները։ Մերօրյա հերոսներն այնքան շատ են, ու հերոս են բոլորը։ Հենց այս պահին կանգնած տղերքը և այն բոլոր տղաները, որոնք մասնակցեցին պատերազմին։ Տղաներ ջան, խոնարհվում եմ ձեր առաջ։ Հերոս են ամեն օր ձյուն իրենց վերարկու դարձրած ու ցրտին ընկերացած, սառած մատներով դիրքերի դիտակետերի մոտ կանգնած երիտասարդ տղաները։ Հերոս են տուն տեղ թողած, հայրենի հողի համից չկշտացած ու շարքայիների հոգիներում հայրենասիրությամբ կոփող սպաները։ Հերոս են թիկունքում հավատող սպասող, զորամասեր ու պատերազմի դաշտ սեր ու ջերմություն ուղարկող հայուհիները։ Հերոս են եկեղեցում մոմ վառող ու աղոթող, ամեն գիշեր խաղաղ ու անփորձանք հերթապահություն աղերսող մայրերը։ Հերոս է սահմանամերձ գյուղերում ամեն օր մահն աչքերին դպրոց գնացող և այգի մշակող գյուղացիները։ Ու հերոս են ամեն օր ծնվող երեխաները և հիվանդանոցներում բուժվող հիվանդները։ Հերոս ենք բոլորս, որ դիմանում ենք այս ամենին։ Շնորհակալություն։ Մեր միջոցառումը մենք ավարտեցինք։ Սիրելի հայրենակիցներ, ես մարզպետի խորհրդականն եմ և շնորհակալություն եմ հայտնում դպրոցի տնօրինությանը հրավերի համար վերջերս ցավոք սրտի վերջի 10 օրվա ընթացքում, որը մեջ նման միջոցառումներ են մասնակցում։ Խոսքերն ավելորդ են, որովհետև ինչքան էլ խոսենք, ինչքան էլ գեղեցիկ բառեր ասենք, մենք երբեք չենք կարող ոչ մի բանով օգնել, ինչպես ճիշտ ասվեց հերոսացի ծնողներին։ Բայց մենք կարող ենք մի բան անել, որ մենք պարտավոր ենք անել ստիս։ Մենք պարտք ենք։ Եվ եթե սովորաբար պարտք բառը մենք ընդունում ենք ավելի շատ նյութական, եւ այդ պարտքերը ուշ թե շուտ Աստված առաջ մարում ենք, այս այն պարտքն է, որ ես կարծում եմ չի մարվի ոչ մի ձև։ Ինչքան էլ մենք ապրենք ու այդ պարտքը վճարենք, մենք էլի պարտք ենք մնալ։ Բայց մենք կարող ենք հասարակ բաներ անել, որպեսզի ինչ-որ չափով փակենք այդ բացերը։ Ես փորձեմ մի քիչ մի փոքր ուրիշ ուղղությամբ, բայց նաև շատ կարճ։ 2 օր առաջ գնացել է Երվանդաշատ։ Երվանդաշատը, եթե գիտեք մոտավորապես որտեղ է գտնվում, որ հասանք Սարդարապատի ուշահամալի մուտք, տեղից գնում ես աչով դեպի Երվանդաշատ գյուղ։ Երբ որ ես տեսա Սարդարապատի հարակից տարածքում ինչ էր կատարվում, ես հասկացա, որ մենք կրկնակի պարտք ենք։ Որովհետև եթե սա էր մեր երկրորդ Սարդարապատը, ինչպես մենք ասում ենք, առաջի Սարդարապատի հարակից տարածքում ամաչելու վիճակ է։ Եվ եթե մենք անընդհատ պետք է երգենք, մեծարենք, խոսքեր ասենք, բայց հետո նորից այս երկրի չսիրենք, մենք իրենց պարտք ենք մնալու հավերժ։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս այս երկիրը սիրենք, ոնց որ այս տղաներն էին սիրում։ Ես ուզում եմ, որ մենք ապացուցենք, ինչպես իրենք էին ապացուցում ամեն օր։ Ես ուզում եմ, որ մենք ուղղակի չասենք, որ մենք սիրում ենք, բայց հետո դուրս ենք գալիս այդ աղբը նետում ենք, տեսեք մեր երկրում ինչ է կատարվում։ Որտեղից մենք այսքան ազգ սիրող ու հայրենիք սիրող, այսօրվա միջոցառումը վկա այս տաղանդավոր ձեր աշակերտները, ես զարմացած ու ապշած եմ, սենց ձայներ, այսքան մաքրություն, այսքան պատրաստակամություն, որ այս աշակերտներն էին հիմա դրսևորում այստեղ, իրենք ապրեցին երևի ցավը այսօր
հաստատ բոլորիցս ավել։ Բայց ոնց է ստացվում, որ հետո մենք ունենք Սարդարապետի հուշահամալիրի տարածքում նման վիճակ։ Ես ցավ եմ ապրում։ Ես ուզում եմ, որ մենք երկիրը սիրենք ոչ միայն միջոցառումների ժամանակ, դասերի ժամանակ, այլ մենք ամեն օր այդ երկիրը սիրենք։ Ես կցանկանայի, որ այս դպրոցում, ինչպես մի ժամանակ, երբ որ ես աշխատում էի Աբովյանի երկրորդ դպրոցում իբրև տնօրենի պաշտոնակատար, մենք որոշեցինք, որ այդ տղաներին ուղղակի չենք պատին նկարը կպցնելու, այլ ամեն օր պատվովահակախումբ ենք կանգնացրել։ Մենակ տարելիցներին չէ, ամեն օր։ Մեզ մեղադրում էին, թե ամեն օր ինչի եք այդպես անում։ Բայց եթե մենք ամեն օր չապրենք դա, փաստորեն նշանակում է, որ մենք կարող ենք դա մոռանալ։ Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր դպրոցում ամեն օր, ինչպես արդեն ասվեց, դասի գնալուց յուրաքանչյուր աշակերտ մի հատ կանգ առնելու, եւ յուրաքանչյուր ուսուցիչ։ Այդ նորից հասկանանք ինչի համար գնացին եւ մենք ինչ ենք անում։ Եկեք այս նկարների հայացքներով չափենք մեր արածը օրվա ընթացքում։ Եկեք նաեւ հիշենք, որ մեծ ընձորավար Անդրանիկներ ասել, մի պարզ բան, որ ես համոզված եմ, որ եթե մենք բոլորս այսպես ապրենք, այս պատը էլ չի շարունակվի։ Այսինքն, եթե մենք երեկոյան գլուխ բարձին դնելուց ասենք, հարց տանք, այ ես ինչ եմ արել այսօր իմ ազգի համար։ Նույնիսկ եթե մի փոքր բան եմ արել, եթե ամեն մեկս այդպես ապրի, մենք կունենանք մաքուր երկիր։ Եթե մենք ամեն օր ասում ենք, որ այ այս մեր հողը, մեր տղաների արունով, բավարար է թուղթը նետում ենք կներեք, այդ շիշը շպրտում ենք, որտեղ հասավ։ Այդ ժամանակ մոռանում ենք, որ այդ նույն արունն է հեղեղել այդ հողի վրա։ Թե այս տարածքներում այս պահին կռիվ չի եղել, կարելի է, բայց այնտեղ չէ։ Բայց նաև մի զուգակերպություն էլ կա, որ գնում է Ստեփանակեր, ոչ մի մեր այս քաղաքները, այդ մեր քաղաքին նման չի մի բանով։ Մի հատ թղթի կտոր, ոչ միայն կենտրոնում, բոլոր տեղերում չես գտնի։ Այդ ինչ ընդեղ հավաքարարներն են ավելի պարտաճանաչ։ Ոչ։ Այդ որովհետև այդ մարդիկ, որ ընդեղ ամեն օր ապրում են այդ վտանգի ներքո, իրանք հասկանում են այդ հողի ամեն սանտիմետրի կինը, հատկապես հիմա են, որ այդ սանտիմետրները հուսանք եւ համոզված են ժամանակավոր քչացել։ Կեք սիրենք մեր երկիրը գործով, ամեն օր, շնչելով, քայլելով այս երկրի վրա։ Մենակ այդպես մենք կարող ենք ինչ-որ չափով այդ պարտքը վճարել։ Եկեք ամեն օր սովորենք մեզ հարցնել, մենք ինչ ենք արել մեր ազգի համար, այս տղաների պատվի համար։ Ամեն օր, չմոռանալ ամեն օր դա անել։ Եվ ես համոզված եմ, որ մենք նորից ենք դառնալու հաղթանակող միշտ ազգ։ Ես ուզում եմ, որ մենք չկոտրվենք նույնիսկ հիմա, որ հիմա հնչեց ոնց ենք դիմանում, ոչ մենք դիմանալու խնդիր չունենք, մենք դիմացող ծնվել ենք, բայց պետք է մեզանից չհեռվանայինք, իսկ մենք հեռացել ենք մեզանից։ Մենք մեկս մյուսից էլ ենք հեռացել։ Մենք արդեն վախենում ենք իրար աչքերի մեջ նայել, եւ դառնում մեզ օգնել է ինտերնետ ասածը, բայց մենք չպետք է դառնանք այդպեսին, մենք հայ ենք։ Մենք չենք կարող լինել օտար, մենք չենք կարող բաժանվել մարզերի, քաղաքների, գյուղերի, կարող ենք զուտ պայմանական, որտեղ այդպես ենք ապրում։ Բայց բոլորս պիտի գիտակցենք, որ մի մարդու պես հավասար ենք մենք, ոչ մի պաշտոն, ոչ մի ժամանակավոր աթոռ, կարգավիճակ, չգիտեմ, նյութական բան, չի կարող մեզ բաժանի իրարից։ Այ որ օրը մենք չբաժանվեցինք իրարից, այդ օրը մենք նորից հաղթելու ենք ու անպայման հաղթելու ենք։ Այն օրը, երբ մենք մեր արժեքները չենք փոխարինելու այլոց արժեքներով, մենք էլի ենք հաղթելու։ Բայց այսօր մենք ասում ենք օքեյ, բայց որ մի անգլախոսն ասում լավ։ Այսօր մենք առավել եւս կներեք, երբ որ դա անում է գրակ, այդ մարդը ասում է պրիվետ, այդ որ մի ռուսն ասում բարև։ Երբ որ մենք ճղա ջինս ենք հագնում, այդ որ մի ազգն է տարազ հագնում։ Երբ որ մենք սկսեցինք լավաշը կտրել դահնակով, այդ օրը մենք մեզանից հեռացանք, մենք չգնահատեցինք այդ մյուս հազարամյակների տղաների արածը։ Դրա համար է սորվում։ Դրա համար մենք ունենք գլաձոր, բայց Եվրոպան է մեզ թելադրում ինչ կրթական համակարգ ստեղծել։ Ավագ դպրոց, եսին ինչ։
երբ որ մենք ունենք գոհ, բայց գենդերային հավասարություն ենք դավանում։ Հետո ո՞վ է մեզ ասել բայց բան։ Բայց մենք 800 տարի առաջ ունեինք, այդ որ այդ Եվրոպան նույնիսկ չուներ այդ գիտակցությունը։ Եկեք մեզ ճանաչենք։ Եկեք մեզ ճանաչենք մեր ունեցածով, իսկ մենք ունենք ամեն ինչ։ Եկեք նորից դառնանք հաղթող, մենակ այդպես կարող ենք պատասխանել, մենակ երգելով, մենակ կներեք լացելով, ինչպես կասեր մեծ Վազգեն առաջինը, սուկը հավերժ է և չկա պայքար։ Բայց մենք ամեն օր ենք պարտավոր պայքարել հանուն այս տղաների արյան թափած, պայքարել ավելի լավ երկիր ունենալու համար, լինել ազնիվ ու մաքուր, ինչը հային է վայել, ոչ թե այսօրվա հայ է, վերջին օրինակն էլ ասեմ կներեք։ Ես թույլտվություն եմ հարցրել ու պատմում մեր մարզպետը։ Ուրեմն ասում եմ, մի օր տեսնում եմ, սպորտային դպրոցի դիմաց սպասում եմ, որ մեկը այդ սիգարետի ծխած թափոններն է հավաքում նետում աղտանում։ Մոզ արմացա, գնացի ես էլ ասում ամրթային մարդ հանում։ Գնացի մոտեցա, սկսեցի ես էլ հավաքել։ Ասպա գլուխը բարձրացրեց ինձ նայեց, ասաց, դե հայ ենք։ Ասում ես էլ ասեցի, չէ, հայ է դու ես։ Ես սա առակի պես եմ ընդունում։ Մենք չպետք է լինենք այն առաջին դե հայ ենք, ձեկ ուշանում ենք, ասում ենք, հա դե հայ ենք։ Մի բան լավ չենք անում, ասում ենք, հա դե հայ ենք, հայավարի։ Հետո ասել, որ դա հայավարի է, բայց որտեղ գտել չկա տենց բան։ Գնացեք Սարդարապատի ազգային թանգարան ազգագրական, տենց բան կա, չկա։ Եկեք այն հայը դառնանք նորից։ Եկեք նորից արթնացնենք մեր մեջ այն հայը, որ այս տղաների մեջ էր արթնացել ու ապրում է իրենց մեջ։ Այդ ժամանակ մենք էլ չենք կրկնի այս նկարները, բայց մենք պարտավոր ենք դա անել, եկեք հայ ապրենք, խոնարհվում եմ ձեր առջև, ինչ էլ ասենք, միևնույն է մենք ձեզ չենք հասկանալու, բայց դուք այնքան մեծ ներդրում ունենք, ու մենք պարտավոր ենք ամեն օր այս ձեր աչքերի հայացքը նկարած տանել մեզ հետ, բայց ոչ թե նյութական նկարած, այլ ամեն մեկը իր մեջ պիտի ձեր աչքերի նայի, այս գյուղի տնագիչները պիտի ձեր աչքերին նայեն ու ավելի լավ գյուղ ունենան։ Մյուս բոլորը իրենց տեղենում պիտի ձեր աչքերի մեջ նայեն, ուրիշ ձև ապրեն, որ մյուսների տղաներն էլ չգնան, որ սրանով բավարարվենք։ Չգիտեմ կբավարարվենք թե չէ, բայց դա ամբողջովին մեր ձեռքերում է այսօր։ Շնորհակալություն դպրոցին, նման բարձր կազմակերպության, նման մաքուր, անկեղծ, գեղեցիկ, ոչ ձևական միջոցառման, ես համոզված եմ, որ Հայաստանը հարուստ է առաջին հերթին գյուղերով։ Չլինեն Հայաստանի գյուղերը, չկա Հայաստան, մենակ Երևանը ընդհանրապես չի կարող լինել Հայաստան։ Դրա համար ուրախ եմ, որ մեր գյուղերում մենք ունենք նման դպրոցներ, որոնք ծառայում են թե մշակույթի, թե սպորտի եւ ամենակարևորը ազգագրության կենտրոն։ Հետո որ կրթության, որտեղ եթե մենք մեր ազգը ճանաչում ենք, մենք արդեն կիրթ ենք, մենք այդ ազգն ենք։ Շնորհակալություն։ Պարոն Կաշյան, ես շնորհակալություն եմ հայտնում Կոտայքի մարզպետարանին, դեմս Կոտայքի մարզպետարան պարոն Սահակյանին։ Շնորհակալություն եմ հայտնում, որ դուք ներկայացնում եք միջոցառմանը, գործի բերումով մենք ծանոթ ենք, ես ձեր հայրենասիրական տեսակը տարբեր առիթներում տեսել եմ եւ շատ կուզեի, որ մեր դահլիճում ներկայացնողները ձեր կողմից հնչեցրած 3-5 րոպեանոց այդ փոքր հայրենասիրական դասախոսությունը բոլորը լսեին։ Պարոն Կաշյանը ժամերով կարող է խոսել հայրենիքի մասին, մի քանի ժամ կարող է խոսել, ոչ մի նախադասություն չկրկնվել։ Իրոք շնորհակալություն ամեն ինչ համար, կրկին շնորհակալություն հերոսացին ձեզ, Սամվել ջան, Սեն ջան, Արկադի, Արամը, նաև ձեզ, անվերջ խոնավում, անվերջ շատակներ հերոսներ։ Մեր միջոցառումների շարքը շարունակական է լինում, ինչպես նշեց պարոն Կաշյանը, ամեն անգամ տարբեր ձևաչափերով լինելու են, դուք հնարավոր է ներկա չգտնվեք, բայց կողքից կլսեք Facebook-յան էջերով տեղադրվեն եւ այլն։ Անակնկալի ձևով կտեսնեք, որ ձեր հերոս որդու մասին դպրոցը սպորտային միջոցառում, ռազմական հրաձգություն, չգիտեմ,
Ուղղնազան այդ տարբեր ձևաչափով ունենք ծրագրեր նույնիսկ ամբողջ տարվա համար մինչև ուսումնական տարվա ավարտը։ Շնորհակալություն բոլորիդ այս 1.5-2 ժամվա ընթացքում ապրելով, վերապրելով նորից մեր հոգուցավը, ալիգործելով մեր հոգուցավը։ Շնորհակալություն բոլորիդ։